Բարև ձեզ, երկրի հարցը ծրագիրն է եթերում։ Այս օրերին հանրային քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում ազգային ժողովն է։ Ճիշտ է, սա միակ ուշադրության առարկան չէ, էլի ուշագրավ իրադարձություններ տեղի ունենում են, բայց այստեղ էլ շատ հետաքրքիր զարգացումներ են։ Նախ թեժ բուռն քննարկումների արդյունքում ազգային ժողովը ընդունեց կառավարության գործունեության ծրագիրը, իսկ այսօր արդեն կառավարության նախաձեռնությունը Սևանից հավելյալ քանակի ջուր բաց թողնելու մասին։ Երկրի հարցը ծրագրում ես այսօր զրուցելու եմ ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Խոսենք եւ ծրագրից եւ Սևանից։ Ծրագրից որպես տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ եւ Սևանից նաեւ որպես բնապահպանության նախկին նախարար։ Ընդհանուր գնահատական եմ ուզում, ծրագիրը կառավարության լավն էր։ Ծրագիրը ինքնի առումով ապահովելու է կայուն տնտեսական աճ, ապահովելու բնականոն զարգացումը եւ ծրագիրը լավ թե վատ չափորոշիչներին, այնպես ասած, ես այդքան էլ կողմնակից չեմ, որ այդպիսի գնահատականներ տանք, ծրագիրը իրականացնելի եւ ծրագիրը բերելու է այն թիրախները, որոնք որ մատնանշված են, դրանք իրականացման հստակ մեխանիզմներ։ Իսկ ծրագիրը որպես քննարկում եւ ընդունում դա ավելի շատ քաղաքական փաստաթուղթ է, որը նաեւ պայմանավորված է քաղաքական ուժերի արկա ներկա, այսպես ասած, պատկերով եւ բնականաբար ծրագրի քննարկում ինչը մենք ակալնում ենք բազմակարծիքության պարագայում ներկայացված իր բոլոր տեսակետներով այնտես դա քաղաքական զուտ գնահատականն է եւ դե յուրե ամրագրումն է կառավարության, այսպես ասած, գործունեության սկիզբը, որովհետեւ այլ տարբերակ եւ այլ մեխանիզմ չկա բոլոր աշխարհի համաշխարհային բոլոր երկրներում, որ գործընթացը կառավարության ձևավորումից հետո բնականաբար ի հայտ է գալիս իր վստահության քվեի ներկայացման ազգային ժողովի որոշակի տարբերակը։ Հայաստանի Հանրապետությունը նախկին ազգային ժողովի գումարման ժամանակ ուներ ծրագրի վստահության քվեն ներկայացվում էր ծրագրին անվստահություն հայտնելու մեխանիզմով, բայց վերջին ժամանակահատվածում վերջի երկու եթե չեմ սխալվում 3 վերջին ազգային ժողովների գումարման ժամանակահատվածում հստակ սահմանադրության փոփոխությունից հետո հստակ մեխանիզմը ներկայացվեց, որ կառավարության գործունեության ծրագիրը ներկայացնելուց հետո կառավարությունը հստակ դնում է տվյալ ծրագրի ընդունման, որը ինչ իր հերթին պարունակում է նաև տվյալ կառավարության վստահության հասկացա։ Հիմա որ ասում եք ապահովելու է կայուն զարգացումը, բոլոր թիրախները, մեխանիզմները եւ այլն եւ այլն։ Այդ դեպքում, այսինքն ժողովրդախոսակցական լեզվով եւ ընկալումով ասած, լավ ծրագիր է։ Այդ դեպքում ընդդիմադիր կուսակցությունները ինչու են այդպես մեկ արած բոլորը քննադատում այդքան էլ կոշտ։ Դուք պատասխանեցիք արդեն, չէ՞, որ ընդդիմադիր կուսակցությունները հենց նրա համար են կայանում, որպեսզի կարողանան հանել այն բացերը, ներկայացնել իրենց տեսակետները եւ քանի որ նրանք մասնակցություն չունեն համենայն դեպս կառավարության ձևավորման գործընթացում, բնականաբար ընդդիմադիր կուսակցությունները պետք է թիրախավորեն եւ զգուշանան, նաեւ զգուշացնեն եւ առողջ քննադատություն, եթե այն հիմնված է, նորից եմ ասում, կառուցողական հստակ մեխանիզմների վրա, բնականաբար նաեւ ընդունելի է կառավարության համար ավելի ճիշտ քաղաքական մեծամասնության համար։ Այսինքն այդ դիրքորոշումը ոչ թե տնտեսագիտական, մասնագիտական էր ավելի շուտ, այլ ավելի շուտ եւ ավելի շատ քաղաքական գնահատական։ Բոլոր առումներով, նորից եմ կրկնում, կառավարության գործունեության ծրագիրը դա քաղաքական փաստաթուղթ է, որովհետև գործունեությունը իր մեջ ակնկալում է նաև երկարատև 5 տարիների գործընթաց, որը իր հերթին նաև արտացոլվում է կառավարության, ինչպես նաև ազգային ժողովի կամ ղեկավարող քաղաքական ուժի կամ կոալիցիոն համատեղ այդ ուժերի իսկ տարբեր ժամանակի ընթացքում մենք տարբեր կոալիցիայի ձևաչափեր ենք ունեցել։ Նախկին ազգային ժողովի ընթացքում մենք ունեցել ենք Գիտեմ, այդ մի ասեք։ Իսկ եթե գիտեք կարող է ինձ թվում միանգամից ավելի լավ կլինի հարցը չտաք։ Չէ։ Դե ուրեմն եկեք մենք իմ հարցը վերաբերում էր թե եթե այդքան լավ ծրագիր է ընդդիմություն ինչու է այդքան կոշտ քննադատում։ Հա, ինքը նախկինում քանի հոգով է եղել կոալիցիան բան, որովհետև ինքը ընդդիմություն է։ Որովհետև ընդդիմությունը պետք է վերհանի։ Բայց ոչ միայն ընդդիմությունը, նաև ոչ իշխանությունն էլ էր վերհանում, որևէ մեկից չլսեցինք մի լավ բան, որ ասեր, այ կառավարության ծրագրի էս մի հատված ինչքան լավ է եկել։ Ուրեմն ես կխնդրեմ, որ դուք անպայման կառավարության գործունեության ծրագրի ելույթների ժամանակ նաև լսած լինեիք ոչ միայն ընդդիմադիր եւ ոչ իշխանական թևի, ընդդիմադիր եւ ոչ իշխանական թևի մասին է, թե պարզ է, որ դուք եւ ձեր գործընկերը պետք է չասեիք, վայ։ Ախր մենք նորից ոնց որ վերադառնում ենք
մեկնարկային իրավիճակից։ Մի բառով քաղաքական ընկերությունը քաղաքական դիրքորոշում արտահայտեց, հա։ Դուք կարելի ասում չէ։ Խնդիրը նրան է վերաբերվում, որ ես նորից եմ ասում, քաղաքական փաստաթուղթը ձևավորված եւ քննարկում իրականացվում է արկա քաղաքական ուժերի եւ նրանց ըստ բաշխվածության կոնտեքստում։ Այսինքն օրինակ երկիր Հայաստանի Հանրապետական կուսակցություն, որը հանդիսացել են կառավարության ձևավորում եւ գործադիր իշխանությունը պետք է իրականացնեն, նրանք ասում են, որ սա իրատեսական իրականացվել է ծրագիրը։ Բոլորն ասում են անիրատեսական է։ Բոլորը ձևերով պետք է վտանգված եւ ասեն անիրատեսական է։ Եվ հերթում հասկացա, քաղաքական ուժերը քաղաքական դիրքորոշում ասեցին եւ որևէ բան չգտան, լավ, բոլորն ասեցին շատ վատն է, նույնիսկ ասին ծրագիր չէ։ Այսինքն քաղաքական դիրքորոշում էր, հանդուրժողականություն չկար այդ։ Եվ քաղաքական դիրքորոշում ցույց տվեցին, քվեարկեցին դեմ, իսկ հանրապետական օրինացը քվեարկեց կողմ եւ անցավ։ Հիմա որ այդքան քաղաքական դիրքորոշում էր, այդքան քաղաքական անհանդուրժողականություն է, դուք ինչ եք ասում, թե մենք կարողացանք էապես մեղմել ներքին քաղաքական պարակտվածության եւ անհանդուրժողականության դրսեւորումները, որոնք մասնավորապես բացասական ազդեցություն էին թողնում ներդրումային եւ բիզնես միջավայրի վրա։ Եթե էապես մեղմել էիք, ինչեր ես կան անհանդուրժողական։ Եթե էապես մեղմել էիք, ինչի այդ բիզնես միջավայրի վրա ազդեցությունը չվերացավ եւ բիզնես ներդրումային կերազանություն կենտրոն չդարձավ։ Ուրեմն միգուցե չեք մեղմել էականությունը, անհանդուրժողականության դրսևորման ձևերը դուք ինձ ասեք։ Այսինքն դուք ուզում եք մոտավորապես մենք ունենանք ոչ բազմակարծիք, այսինքն հասարակություն եւ քաղաքական ուժերը իր բոլոր քննադատումներով հանդերձ ասեցին, որ մենք պետք է փաստենք, որ քաղաքական հասարակությունը կայացել է։ Ոչ, ես ուզում եմ, որ եթե դուք ուզում եք դուք հարցը տակ դուք պատասխանեք, ես սիրով ձեզ կլսեմ, ավելի դերակատարումները փոխեք։ Իսկ եթե դուք կանխորոշ գիտեք պատասխանը, ինձ թվում է, որ թույլ տա, եթե դուք տվեք ինձ հարցը, բարի եղեք, լսեք իմ դիրքորոշումը, դա ընդունելի է, դա ընդունելի չէ, այ քաղաքական ընդդիմության դիրքորոշումների դրսևորման միջոցն է սա է։ Հիմա դուք ձերը ասեցիք, թողեք ես իմս ասեմ։ Հիմա ասում եմ ձեզ, քաղաքական հանդուրժողականության մթնոլորտ։ Այսօրվա դրությամբ քաղաքական կուսակցություններից 6-ը ներկայացված են ֆրակցիաներով ներկայացված են ազգային ժողովում։ Նախկին ազգային ժողովի ձևավորման ընթացքում հանրապետականը նորից նույն ձևը ունենալով բացարձակ մեծամասնություն կոալիցիոն եւ գործադիր իշխանության լծակները բաժանեց ոչ միայն իր մեջ եւ գործադիր լծակներով ասավ ես չէ ես պատասխանատվությունը կրելով հանդերձ եկեք մենք միասին աշխատենք քաղաքական հանդուրժողականությունը նաեւ որ նաեւ իրականացված ընտրությունների ժամանակ փորձեցինք առավելակույնս պահպանել թափանցիկությունը եւ այսպես ասած հասարակության հետ ակտիվ շփումների ընթացքով իսկ եթե ընտրության արդյունքները վիճարկման որևէ մեկ տարբերակով որևէ մեկին դա ձեռ չի կներեք, դա արդեն այլ խնդիր է։ Հասկանում եք։ Հիմա դուք ինձ ասում եք գործարար եւ բիզնես միջավայրի ներդրումային բիզնես միջավայրին ասնելը ասենք։ Կարելի է բարձրացնել պատասխանեմ թե ոչ։ Չէ, բիզնեսի չէ վերաբերում, հա։ Ուրեմն ասում եք անցած անգամ այդ հանդուրժողականության պատճառով մենք պատասխանատվությունը կիսեցինք 4-ի մեջ։ Հիմա այդ 4-ից 2-ը գոնե չուզեցան ցես այդ կիսել, չուզեցան ցես այդ ճանապարհ անցնել։ Այսինքն այդ հանդուրժողականությունը ոնց էապես մեղմեցիք պարակտվածությունը, երբ որ 4-ից դարձաք 2, եւ նույնիսկ կրթության նախարարն էլ ասում է, որ անցնում ենք բարև տվեք, որ հաց ենք ուտում բարյախորժ, այսինքն չեն ուզում։ Սա է այդ պարակտվածության մեղմելը էապես։ Դե հիմա գիտեք ինչ կա, համենայն դեպս ամեն մեկ իր դիրքորոշումները որևէ անատով չի ձևավորված, այսինքն ընդհանուր կարծիք է, ես իմ խորին համոզմամբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ինքի դրսևորումներով, ինքի դիրքորոշումով ինքը հստակ եւ գործում է թափանցիկ եւ բոլորին նույն ձևի առաջարկում է։ Եթե մեր կոալիցիոն գործընկերներից որևէ մեկը ճանապարհի ընթացքում ինքը ուզում է ամբողջական կիսի պատասխանատվություն եւ ինքը ասում է միջնորդված պատասխանատվություն չեմ ուզում կիսել, դա իր խնդիրն է։ Եթե Հեղափոխական դաշնակցության խնդիրը շատ ավելի սկզբունքային եւ զուտ գաղափարախոսական պայքարի հիման վրա դրած էր, որ հիմնականում պայմանավորված էր հայ-թուրքական հարաբերությունների, արձանագրությունների վավերացման գործընթացին ավելի սկզբունքային եւ ծրագրային, այսինքն իր դիրքորոշումը կախված իր գաղափարախոսական հենքի հետ կապված անհամաձայնություն գործնեության ծրագրի շրջանակներում ծրագրային դրույթից ապա ինձ թվում է որ դուք իմ տեղը պետք է հրավիրած լինեիք երևի Բարգավաճ կուսակցության որևէ մեկ ներկայացուցիչ եւ նրան ասեք թե ինչ խնդիրներից ելնելով եւ հույսով եմ նրանք կունենային իրենց պատասխանը։ Ուրեմն ես 3 հրավիրել եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչին եւ այդ հարցը տվել եմ, ինքը պատասխանել է որ այդ պարագայում որոշումների կայացման գործընթացում չկար որևէ հստակության մեխանիզմ, այսինքն մենք այս կամ այն կերպ չէինք կարողանում ազդել որոշումների կայացման վրա։ Այսպես նույնպես հանրապետական այդ որոշումները կայացնում էր։ Պատասխանը սա էր։ Հիմա ասենք բիզնես միջավայրին, Դե գիտեք ինչ կա, այսինքն ամենայն դեպս այսօրվա դրությամբ մենք կարացրել ենք մի շարք որոշումներ, այսօր մեր օրենսդրական
ընդունված ազգաբնակչությանը շատ, այսպես ասած, լայն մասսաների մոտ 30,000 տնտեսվարողներին առնչվող օրենսդրական փաթեթ ենք ընդունել, եւ օրենսդրական փաթեթի ընդունման ժամանակ դիրքորոշումները կիսվել էին 99 կողմ, այսինքն երկու ձեռնպատ տարբերակով։ Եթե գիտեք ինչ կա, երբ որ որոշումների ընդունման ժամանակ բերում են ցուցանում են, որ այ մեր ժամանակահատվածում մեր ղեկավարած որևէ գերատեսչություն արձանագրել է այսպիսի հերոսապար փաստեր, շատ կներեք ինձ թվում է, որ դա այդպես չի, եթե այդպես վերցնենք, քաղաքական մեծամասնությունը 99 թվականից հանդիսանում է հանրապետականը եւ հանրապետականը որևէ մեկ անգամ չի ասել։ Անցած 5 տարիների ընթացքում թույլ տվեք ավարտեմ ես։ Անցած 5 տարիների ընթացքում ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը եղել է գլխադասային 420 օրենքներից, քննարկված 1420 օրենքներից։ Մյուս հանձնաժողովների աշխատանքները թողնեմ առաջ։ Պատգամավորական առաջարկներից եղած օրենսդրական նախաձեռնությունների մեջ հայեղափոխական դաշնակցությունների գործընկերները ունեն այռույցի բաժին, դա չի նշանակում, որ դա օրենքները ընդունվել են միայն իրենցով։ Դա եղել է քաղաքական մեծամասնության բարի կամքի դրսևորումը, այսինքն երբ որ մարդը ինչ-որ մի լավ բան է առաջարկում, անկախ ընդրանից մեր ընդդիմադիրները դրանք մեր թշնամիներ, դրանք իմ լավ ընկերներն են։ Պարզապես հարցերի լուծման մեջ նրանց տեսակետը եւ իմ տեսակետը սկզբունքորեն տարբերվում են։ Այսինքն ես դրա համար էլ ասում եմ, երբ որ նրանք եղել են անցած 5 տարիների 4 գումարման ազգային ժողովի գործընթացի ժամանակ, եղել են, այսինքն ընդունելու, որտեղ եղել է արտոնական վճարներից սկսած, ենթադրենք բնապահպանական վճարներից, ձկնաբույսներին օգնելուց, եւ այլն այդ օրենքդրական նախաձեռնությունների հեղինակներ եղել են, դա չի նշանակում, որ դա եղել է զուտ իրենց արգասիքը։ Հաշվետվություն տալու ժամանակ դուք ասում եք մենք ենք արել, պատասխան տալուց համար ասում ենք մենք գործ չունենք։ Եկեք պայմանավորվենք, չի կարելի Օրվա կեսը չի կարելի պապանյատի շարունակել, շատ կներեք ուսերգախոտ, մյուս կեսը պազակոնը։ Ուրեմն այդ աշխատում ենք բոլոր սկզբունքները եւ բոլոր նախկին պայմանավորությունների սկզբանը։ Ի տարբերություն բոլորին, ես եմ ասում, մենք պատասխանատու ենք հանրապետական կուսակցության իր գործունեության համար։ Եվ ժողովրդի առաջ որ գնացինք մենք այս վերջի անգամ ընտրություններին, մենք չասեցինք, թե մենք սրա համար պատասխանատու չենք։ Ասենք ունենք այս բաստողումները, ունենք այս ձեռքբերումները, դուք տատեք։ Լավ։ Հիմա մի բան էլ պայմանավորվենք, ես գիտեմ, որ ցանկացած հարցի պատասխանելիս դուք կարող եք ոչ թե 25, այլ մի 125 րոպե անընդվեշտ եւ անընդհատ պատասխանել։ Ազգային ժողովում ոչ միայն այս նաեւ օրենսդրական ընդունելու համար եմ, այլ մեկ նաեւ Գումարստանում խոսելու համար է։ Ես էլ եմ Գումարստանում փոխելու համար, մեկ էլ թողեք ես հարց տամ։ Դե չէ մի հարցի ժամանակ դուք կարող եք 25 րոպե կարող եք իշքան ուզեք երկարացնել։ Չէ, հենց ուզում եմ ընդհատեմ, ասում եք թողեք պատասխանել։ Թողնում եմ պատասխանելու մի 25 րոպե խոսում եք ժամանակն անցնում։ Լավ, հիմա այս ներդրումային ու բիզնես միջավայրի մասին ուզում էի խոսել, ես ընդհատեցի իմ հնարավորությունը տամ։ Ասում եք էապես մեղմեցինք այդ պարակտվածությունը, որը ազդում էր բիզնես միջավայրի վրա, բայց որ մեղմել եք, ձեր ասած բիզնես ներդրումային գերազանցության կենտրոնն ուր մնաց։ Չեղավ։ Չեք զարմանում, ասում եք մենք կարողացանք էապես մեղմել ներքին քաղաքական։ Ես կուզեի, գիտեք ինչ կա, որ դուք ավելի մի քիչ կոնկրետացնեք հարցերը։ Եթե դուք ինձ օրինակ ասենք վաղը հարցնելու եք, թե ասենք, եկեք մի քիչ ես քաղաքականության մեջ եմ շատ շուտ վանից 1995 թվականից։ Ես 92-ից շատ ուրախ եմ։ Եվ այդ խոսակցությունների ժամանակ եկեք մեկս մյուսին չփորձենք ավելի իշնենք պորտից ներքև հարց։ Դուք եք ասում եք գերազանցիկության կենտրոնը ուր մնաց, ես կարող եմ նմանատիպ հարց տալ։ Եթե մենք արեք սկզբում տերմինը, ձեր տերմինն եմ ես ասում։ Այո, այդ գերազանցիկության կենտրոնը կառուցման փուլի մեջ է։ Գերազանցության կենտրոնը ներդրումային ֆինանսական կենտրոնը, ինչպես նաև այլ կենտրոնները գործընթացի մեջ են։ Գործընթացի մեջ են։ Այո, կառուցման, ձևավորման։ Բայց պիտի ունենայինք մի 12 թվական։ Ո՞վ ածես ասել։ Ձեր նախատեսված է ֆինանսավորման պլանավորված բյուջետային հատկացումները կան, ինչպես նաև համապատասխան ներդրումները կան, դες որտեղ է պետք անհրաժեշտ ներդրումները։ Օրինակ որտեղ գիտեք ներդրում չի կատարվել։ Ասեք ես ձեզ ասեմ որ կատարվել է։ Ընդերքի բնակավարում ներդրումները կազմում են մոտավորապես 400-500 միլիոն դոլարի կարգում, IT բնակավարում կազմում մոտավորապես 150 միլիոն դոլարի կարգում։ Եվ Հայաստանը բիզնես ներդրումային գերազանցության կենտրոն դարձավ։ Ասում եք դարձավ։ Այսինքն չափորոշ, ես չեմ ում համեմատ տարածաշրջանում բիզնես գներեք, ես տարածաշրջանային որևէ չափանիշների հետ կապված թե որևէ մեկ ինչ-որ հայտարարել է, դա կառավարության գործունեության ծրագրի հետ կամ ինչ-որ մեկի ասած է դուք բերում եք ամրագրեք, ինչ-որ մեկի հետ կապված ասած խնդիր չէ։ Դա ուրեմն կառավարության գործունեության ծրագրի մեջ է դուք ինձ բերեք ասեք որտեղ այդ գերազանցության կենտրոնը, որտեղ է դա նախանշված, ես ասեմ սրա հետ կապված։ Դե չէ դուք հիմա ինձ ասում եք դրա համար եմ ասում։ Հիմա դուք կարող եք ասեք այս մի մարդ, այս մի բան այսպես ասել է։ Գիտեք ինչ կա, տվյալ մարդուն կանչեք ինձ ասում։ Ես ասում եմ կոնկրետ Հայաստանի Հանրապետական կուսակցության
գործնեության ծրագիրը, իր ծրագրով ամրագրված այն պարտավորությունները կատարում է եւ գործընթացը, ինչը որ նաեւ ժամանակ առ ժամանակ մենք դրանք իրականացման համար լավ, այդ պարտավորությունները որ ասում եք, այդ պարտավորություններից, այդ լավ, այս որ ասում եք կոնկրետ չի, ներդրումներ արել ենք, չնայած պարզ է, չէ՞ որ գերազանցության չի, բայց այդ պարտավորություններից աղքատությունը ասեցիք 2012 թվականին կոնկրետ ձեր ծրագրով 25%-ից պիտի իջներ մինչև 11 ու քանի տոկոս, բարձրացավ 25-ից մինչև 37%։ 36%։ 36 քանի 35% ասեք։ Հա։ Պարտավորություններ։ Այո։ Ինչ եղավ այդ պարտավորության հետ։ Դե գիտեք ինչ կա, մենք էլ շատ դեպքերում բաներ ենք նախատեսում, բայց քանի որ մենք գտնվում ենք, ապրում ենք աշխարհի վրա եւ զերծ չենք, այսինքն հասարակական ցնցումներից, ինչպես նաեւ տնտեսական ցնցումներից, օրինակ ասենք, երբ որ պլանավորել են, որովհետեւ մեկը չէր կանխատեսել, որ 1988 թվականին կարող է երկրաշարժ լինի եւ մենք ունենանք այսպես իրավիճակ։ Որևէ մեկն էլ երբ որ գնում էր Լենին Պապիկ էր սովորում, չէր մտածում, որ սովետական միությունը կարող է վերանալ։ Հիմա էլ չէի կանխատեսում, որ ճգնաժամ է լինելու ոչ ոք չէր ակնկալում, որ մենք կարող որևէ մեկը որ կանխատեսում է։ Ես չեմ ասում դի կանխատեսեիք, բայց գոնե այն ժամանակ որ ճգնաժամը կար, չասեիք թե ճգնաժամը մեզ պիտի շրջանցի, որովհետեւ մենք եվրոպական տնտեսական ընտանիքին ինտեգրված չենք, այնպես որ հանգիստ ժողովուրդ ոչ մի բան չի լինի։ Գոնե այդ ժամանակ ասեիք, որ հա ճգնաժամ է, մեր ծրագրերը այդտեղ չի լինելու։ Ասում եք, չէ, շրջանցի մեզ։ Ու ոչ միայն դա, ասում եք, մեզ հաջողվել է մեղմել համաշխարհային ֆինանսական։ Որ դուք ասեք, դուք ձեզ բարձրաձայն եք լսեք, ես ուշադիր ձեզ կլսեմ։ Բայց եթե դուք ուզում եք, որ մենք քննարկենք, հասկանանք, ամենայն դեպս հիմա մեզ նայում է հերոստատիտողը։ Ինձ համար շատ ցավալի է, որ ես եւ դուք փորձում ենք շուտ բան իրար բացատրենք։ Ամենայն դեպս մենք պետք է հերոստատիտողին հավատացնենք, ինչ որ մի բան ստացվել է, ինչ որ բան չի ստացվել։ Հիմա նայեք ինչ ենք մենք ասում մենք իրան։ Ես ասում եմ ձեզ ֆինանսա-տնտեսական ճգնաժամը իրականում ինքը խոր ազդեցություն ունեցավ եւ մենք Հայաստանի Հանրապետությունն է, որը որ բնականաբար արտաքին տրանսֆերները կազմում են առյուծի մասնաբաժին, չգալով Հայաստանի Հանրապետության երկիր, եթե դու քո գրպանդ ունես 100 ռուբլի, քո ծախսը 200 ռուբլի է, եւ դու 100 ռուբլին ստանում ես տարբեր ճանապարհներով, ապա այդ 100 ռուբլի պակասով դու պետք է լրացնես։ Եթե դրսի այդ 100 ռուբլի տվող տելա քեզի բացի չի տալու քեզի։ Ուրեմն դու պետք է որոշակի քայլեր անես, պարտ պետք է անես։ Ինչ արավ Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա ես դեզի բացատրեմ։ Հիմա դուք ինձ ասում եք, բա ինչ չի ինքը պարտ վերցրես։ Լավ, պետք է սոված մնա։ Լավ, պարտ վերցրեցեք, պարտ վերցնելուց բայց էլիս ոչ միայն սոված մնաց, այլև սովածների թիվը շատացան։ Գոնե պարտ դուք ասում եք պարտքը վերցրել ենք եւ արդիականացրել ենք մեր ենթակառուցվածքներ։ Այն Ալբերտ Մկրտչյանի ֆիլմը ուրախ ավտոբուսը հիշում եք։ Ասում է ես սոված, այն երեխեն հերոսը, ասում է ես սկսեմ սոված եմ ինքնից չայ կուտա։ Հիմա ես մարդիկ աղքատ են 25%-ից 35-8 է 36 է հասել։ Դուք ասում եք փողը վերցրեցինք, որ ենթակառուցվածքները արդիականացնենք։ Ինչ եք արդիականացրել։ Ենթակառուցվածքները հիմա ասենք իմ հայրենի Գյումրից կամ ձեր հայրենի Չարենցավանից կամ Վանաձորից եւ բանից Դիլիջանի ճանապարհներն եք արդիականացրել։ Գոնե արդիականացրել։ Համենայնպես ճանապարհները չենք եթե անգամ արդիականացրել, սոցիալական այն պարտավորվածությունները, որ պետությունն ուներ իր ազգանաբնակչության նկատմամբ, ինքը որևէ ծափով չէր կրճատել։ Եվ չէր կրճատել ոչ աշխատավարձը, ոչ սոցիալական պարտավորվածությունները։ Դրանով իսկ իր միջոցով առաջ պահանջարկներ բարձրացրել, որի դեպքում առաջարկ լիներ եւ աշխատողները կարող են։ Դա դեռ հասկանալի է, փորձեմ բացատրել։ Իսկ եթե դա ձեզ պետք է որ ասեմ շատ վատ է, կարող եմ ասել։ Եթե հալվա ասելուց մեր երկուսից բերանը քաղցրանա, եկեք կարո կարողը նստենք հալվա ասենք։ Հիմա եթե ձեզի պետք է որ ես հալվա ասեմ, ասեմ։ Ասեք, ուզում եք հալվա ասեք։ Չգիտեք ինչ կա։ Ես օրինակ մեր քննարկման խնդրի հիմնական այս ամբողջ նորից փորձում եմ ես որպեսզի կարողանամ մենք տեսնենք ասենք մեր քննարկումները ստանան։ Եթե դուք ինձ բերել եք որպեսզի փորձեք ասել որ այս աշխատանքների կատարման համար վայամոց ձեզ ինչի դուք կառավարության ծրագիրը այսինքն բան արեցիք։ Մի անգամ չի ասվել։ Չի ասվել է, դե հիմա ում պետք է ասեք։ Իշքան էլ դու ինձ փորձես ասել դու ունես դուք ունեք կներեք 1000 անգամ ձեր հիմնավորումը ես ունեմ թվերով ես ունեմ իմ հիմնավորում ձեր թվերով հա Հունաստանի թվելու համար էր Հայաստանի Հանրապետությունը մեղավոր չէ Հունաստանի թվերը հանգիստ բանում թողեմ Հայաստանի Հանրապետությունը ալամ աշխարհի ամենաուժեղ պետությունն է ինքը ոչ մի երկրի հետ կապ չունի հատկապես նաև այն կուսակցության որ ասում եք ոչ թե դրսի հետ կապ ունի ոչ թե ես ընդհանրենք այս ստացած այդ գումար ինձ շատ հետաքրքիր է ոնց է լրատվության միջոցները ծաղկում այս բոլոր տեղերը բան են անում ասես մինուս են գնում այդ ոնց անում ձեր մոտ ծաղկում այդ է ֆինանսական միջոցները հարցնում մեկը դա հարցնած որտեղից Այդ ինչի իմ գործարանները, իմ գործարանները չեն աշխատում, այս լրատվական միջոց Ձեր գործարանները չեն աշխատում, բանկերը բաները չեն աշխատում
Տալիս եմ ձեզ, կարա՞ք օրինակ ձեզ մեջ մեկն ու մեկը կա, մի հոգի դուխով տղա կա, նորից եմ ասում, որ կա աշխատցնի։ Մի հոգի, հենց հանկերը հիշեցիք որպես մասնակից, աշխատցնելուց հիմա հենց միանգամից զատնի դրեցիք, կներեք արդյոք։ Զատնի տնելու խնդիր չկա, դու եմի որ ձեզ ասեմ եկեք իմ տեղը հաղորդումը վարեք, ասեք, հա? Ինչ կա։ Համեցեք վաղը, չէ, երկուշաբթի օրը համեցեք վարեք։ Տեսնում եք արդեն որ աշխատատեղել ես հայթայթեցիք, կներեք, ես 1000 անգամ կներեք, նորից եմ ես ձեզ ասում։ Եկեք մենք Եթե մենք ուզում ենք քննարկենք եւ մեր լրատվության ներկայացուցիչներ կամ մեր լրագրողների կներեք մեր հասարակությանը որոշակի բաներ փորձել ասել։ Եկեք մենք ճիշտենք այլ հարթության վրա եւ դրա համար խոսենք, որ մենք ասում։ Ես ասեմ կառավարության գործունեության ծրագիրը դա քաղաքական փաստաթուղթ էր։ Քաղաքական փաստաթուղթը քաղաքական ուժերի կողմից էր ընդունվում։ Եվ այդ քաղաքական ուժերը շատ կարճ ժամանակավերջում մայիսի 6-ին ապացուցեցին իրենց կարողությունը, որ նրանք իրավունք ունեն նորից կառավարություն ձևավորելու։ Ոչ թե ուրիշների պես, ինչպես ասեց իմ շատ հարգարժան իմ գործընկեր կրթության նախարարը, առանց ռիսկերը կիսելու անպագորկոր, այսինքն բարերով խոսեցին, ասեցին 10 անգամ կավելացնենք, այդ գերազանցության կենտրոնները սուտ է ժողովուրդ, մենք այս աշխատավարձում ձեզ փրկության լույս ենք բերելու ու հանկարծ դարձան հազիվ քաղաքական կիսադիակի վիճակում հազիվ կարողացան շեմերն հասնել։ Լավ է, ընտրությունների ընթացքի մասին այնքան է խոսվել, ընտրությունների մասի ու բաների մասին այնքան է խոսվել, որ մենք 5 րոպե մնացել եմ, ես չասեմ, վայ, այդ ինչպես ընթացավ, ոնց գնվեց եւ այլն եւ այլն։ Ամբողջ խնդիրը գիտեք որն է, ամբողջ խնդիրը գիտեք որն է։ Իմ ամբողջ խնդիրը գիտեք որն է։ Որ ասում են թե ծրագիրը իրատեսական չէ, ինձ ավելի համոզիչ է թվում, երբ որ կարդում եմ ձեր ծրագիրը, որովհետև իրական մարդկանց հետ որ շփվում ես, մարդկանց մոտ ճգնաժամի հետևանքները չեն հետևացել։ Տեսնում ես այդ բանավեճեր ազգային ժողովում, տեսնում եք, բայց դուք ասում եք էապես մեղմեցինք ճգնաժամի հետև, այսինքն որպեսզի այդ ծրագիրը գոնե սա իրականանալի լինի, պիտի այն ինչ որ ունենք դա ռեալ տեսնել։ Դուք իմից չեք ընդունում։ Ես այս եմ կարողանում հասկանալ։ Ինչի՞ ես ձեր ասում եմ ձերը ճիշտ է։ Թողեք մենք էլ մերը ասենք, ես մեր թողում ես որ ասեմ։ Թողում եմ ասեմ։ Այսինքն ո՞րն է այն չափորոշիչը, որ դուք պետք է ինձ ասեք, որ դուք իմ ասած ընդունում եք կամ մեր ասած ծրագիրը իրատեսականը, չէ, դուք ասացիք չէ, ուրեմն իրատեսական չի, հա։ Չէ։ Բա ո՞րն է դրա չափորոշիչը։ Չափորոշիչը նա է, որ ժամանակ առ ժամանակ մենք պետք է գնանք ասենք մեր հարգելի ժողովուրդ։ Մենք այս մարդիկ ենք, մեր իրականացված գործերը սա է։ Եկեք տվեք վստահության ռեսուրս։ Սա է ճանապարհը։ Հիմա գնացել ենք, եկել ենք, մեծամասնությունը տվել եմ ես, ասում ես ինչ ես կառավարություն կազմում։ Այ քեզի բան։ Այսինքն ինչ պետք անեմ, տամ կառավարությունը քեզի դու կազմես, որ ասես դες այս 10 անգամ աշխատավարձ են բարձրացնելու։ Այդ ինչի 10 անգամ աշխատավարձ բարձրացողների հետև չգնացին։ Մեր 36% հասած աղքատություն հետև գնացել։ Բայց կառավարություն չեք էլ տալիս, քանի գնում աղքատությունը մեծանում է, քանի գնում մարդիկ էլի ձեր թվերով եմ ասում։ Հիմա որ ասեիք թե հա, իսկապես շատ վատ է եղել։ Ասեիք թե հա, մենք խոստացել էինք, այսքան պատճառեցինք։ Կհավատայինք, որ մարդիկ ճիշտ են ասում, ես պատճառ, բայց ասում եք մենք մեղմել ենք, մենք չգիտեք բացասական ազդեցությունները հենց այդ որ ասում եք մեղմել ենք, բացասական ազդեցությունը հետևանքները վերացրել ենք, արդեն մարդու հավատը չի գալիս, որ հետագայում։ Սիրելիս, իմ կողմից շատ հարգված ազնվորություն։ Գիտեմ, որ դու որոշակի առաքելություն ունես տարբերությունից։ Չէ, այդ սխալ գիտեք։ Դե լավ, ներող կլինեք, մենք էլ ենք սխալվում ու շատ հաճախ ենք նաև սխալվում, որի համար ներողություն ենք խնդրում։ Որ կան բարձրաթողումներ Հայաստանի Հանրապետական Կուսակցության որևէ ներկայացուցիչ թե քաղաքական, թե գործադիր իշխանության ներկայացուցիչ, թե ազգային ժողովի աշխատող որևէ մեկ անգամ չի ինքը բացառել, որ մենք ունենք բարձրաթողումներ, որ ունենք լրջագույն խնդիրներ, բայց այդ բարձրաթողումների եւ լրջագույն խնդիրների ընթացքում նաև կա կատարված աշխատանք։ Լավ։ Մնաց 2 րոպե, որպեսզի, հա, 2 րոպե մնացել։ 2 րոպե մնացել, գոնե մի լավ բանից խոսենք, որ արտոնագրային վճարներն եք այսօր։ Էդ էլ եք դուք ընդունել արտոնագրային վճարը։ Ես ոչ մի բան չեմ ընդունել, դուք եք ազգային։ Բա, լավ, չէ։ Ինչի՞ է, всё хорошее сам, всё плохое за։ Չէ, դուք եք ընդունել, ես էլ եք, չէ, ազգային ժողովն է ընդունել։ Թե չէ, օրինակ անհատ տաքսու վարորդները արդեն բան էին անում, թե ինչ եք անում։ Տեսեք ինչ ասած, ես խոսակցությունը սկսում եմ, ես գալիս եմ կոնկրետ բուն գաղափարին, ասում եք արեք անցնենք։ Շատ երկար եք ասում։ Լավ։ Համակերպել։ Դուք մյուս անգամից որ կասեք, ես կխնդրեմ, եկեք թեման ընտրեք, ոչ թե ասենց ավելի կոնկրետ մենք խոսում ենք։
կարևորագույն հարցադրումները, որոնք որ մնացին, բաց մնացին։ Բայց դուք մենք փորձեցիք Սևանը մնաց։ Սևանը ինչ մնաց, ինչի մնաց։ Սևանը իր տեղում է, նորից Սևանը շատ հստակ նաև ժամանակի ընթացքում ավելանում է, ի տարբերություն ոմանց, որ ժամանակ հիմա դոշ էին ծեծում Սևանի չսնելով, որով Սևանի պաշտպանության մասին շատ էին խոսում, դոշ ծեծելով, բայց Սևան ամեն տարի իջնում է։ Հիմա ավարտվեց ժամանակը։ Լավ։ Դե հիմա առանց բանի ասա։ Առանց բանի ասեմ, հիմա որ Սևանի մասին հարցնեմ, պիտի ասեք, թե մեր ռեսուրսները պիտի կառավարենք, այդ մարդկանց ջուր է պետք, ջուրը չտանք, ինչ անենք, հա? Այսինքն հիմա որ Սևանը 5 միլիարդ ավելցել է, օրինակ ձեր այդ ամբողջ այդ խոսացողները ամբողջ դաստ են, ինչ են արել։ Մի րոպե։ Չէ, հարց եմ տալիս, հիմա ես եմ հարց տալիս առանց զապիսի։ Այդ ձեր ամբողջ դասն են, որ ես խոսում եք, ինչ եք արել։ Սևանի Ինչ դաստի մասին։ Այն որ ասում են, ինչ եք Սևանի ջուրը բաց թողում, հարց եմ տալիս, հիմա ասում եք 5.5 միլիարդ քառորդ մետր ջուր, վերջի 10 տարի Հայաստանի Հանրապետական կուսակցության կառավարման ժամանակ դրանից առաջ շնորհիվ էդի ավելացել։ Այդ ինչի որ վատը հանրապետականի շնորհիվ ավատացել։ Լավ, հանրապետականի շնորհիվ հանրապետականի շնորհիվ ավելացել է։ Հանրապետականի շնորհիվ ինչև էս հարցը ավարտել։ Ես եթերի ժամանակով չի։ Հիմա դուք կտես ասել։ Եթեր է։ Այդ ինչի 10 տարվա կառավարման ընթացքում հարց եմ տալիս։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ինչ վատ եղել է ամբողջ մեղքի Իրանն է, բայց որ այս 10 տարվա ընթացքում մենակ իր կառավարման ընթացքում է Սևանը բարձրացել, այդտեղ Հանրապետական կուսակցության կառավարումը հեշ կապ չունի։ Այդտեղ մենակ դուք կապ ունեք։ Մեկ էլ դրսից փողը ստացող բաները, կազմակերպությունները։ 10 տարվա ընթացքում որ մեր ջրային ռեսուրսները լավ կառավարեիք, մեր ջրային ռեսուրսները Ո՞րն են վատ կառավարել։ Կարող ես մատներս նշես որն է։ Որ այն է որ Օդի մեջ չենք խոսում, կոնկրետ ռոռոկման ջուրը մինչև գյուղացուն հասնել է քանի տոկոսի կորուստ ունի։ Կարող է 25-30% հասնել։ Կարող է չէ, 50-ից ավելի տոկոս։ Այդ որտեղից գիտեք։ Մասնագետների հետ եմ խոսել, լավ չեն ասել ձեզի։ Շատ էլ լավ են ասել։ Կամ ներողություն, այդ ջրային ռեսուրսները հանրապետությունից ինչքան տոկոսն է հոսում գնում դուրս հանրապետությունից։ Կառավարեք վերցրեք, ավելի շատ վերցրեք, 7 քանի կիլոմետրից 1-2 կիլոմետր եք վերցնում։ Էկոհամակարգ, դե տես որ ես գնա գիտեք ինչ կա, օրինակ մոտավորապես ասենք պետք է ասեք, թե օդը բան ինչա տեղափոխվում ըստեից ընդ։ Չէ։ Լավ։ Այսինքն որ դուք դες ասեք գիտեք ինչ կա, ոնց ինչի, բա ճիճուները պատկերացնում ես ինչ հազվագուտ կարմիր գրքի ճիճուները ստեղից մեկ-մեկ հլնում են, հետո մենք քշում են։ Ուղիղ մասին է, ջրային ռեսուրսների մասին։ Ուրեմն ջրային ռեսուրսների կառավարում, չէ, դա էլ է, չէ, բիոռեսուրս։ Լավ, ավարտեք, շնորհակալ եմ։ Եթե դուք չեք իմանում էկո համակարգների պահպանության հետ կապված հիմնական սկզբունքը, որ Հայաստանի Հանրապետությունում տարեկան ջրային ռեսուրսներ արտադրում են 8 միլիարդ քառորդ մետր։ Ուզում եք թվերով ասեմ ես ձեզ։ Մոտավորապես Հայաստանի Հանրապետությունում ժամանակ ունեք, ինձ արդեն շատ են նեղում, շնորհակալ եմ։ Երկրի ծրագրերի եթերում ես զրուցում էի Ազգային ժողովի հայկական խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ։ Լավ մնացեք։